Ձեր հայրը առողջական լուրջ խնդիրներ ունի, դրա մասին հազանգում էին նաև փաստաբանները, այժմ ինչ վիճակում է եւ դեղորայքային բուժման։ Դեղորայքային ինքը ստանում է, ոնց որ ամենდა են տալի, մենք ենք տալի, ինչ որ չկա։ Դες միջով տեսնենք ստեղ ինչ են ասում էլի, փոխեն որոշումը։ Ստացիոնը հիվանդանոցում է քաղաքացիական թե բանտի բուժկետում։ Բանտի բուժկետում, իրան պետքա պարկասներն են սա հիվանդանոց ստուգելու, այսինքն դատաբժիշկները եկել էին, իրան բերեցին մի քանի օր հետո սրտաբանական, ասեցին պետքա ոնց որ դատաբժշկականի համար մենք այս թղթերը նայում ենք, բայց ոնց որ ասած մենք մի հատ է մեր առանձին հիվանդանոցում պետքա ստուգենք ստացիոնար հետազոտություն անցնի ու ոնց որ ամոզվենք էլի որ մի հատ անկախ առանձին անկախ հիվանդանոց ասի ինտուիցիան կարգով թե որ հիվանդանոց է հանրապետական կամ լուսավորիչ չգիտեմ որը ու պետքա սպասենք մենք ասեցինք միջև իրագոնես մի ամիս լռանալը կլինի այդ ամեն ինչը բայց չի լինի որտեվ չգիտեմ ինչը որ մեզ է ասում հերթը դա ստանդաղում է էլի Պողոսյանին մեղադրանքի առաջադրվել խուլիգանության հատկանիշներով հիշում եք խուլիգանության մեկի ինչ որ աշխատակիցներին խոչընդոտելու մենք հիշում ենք պաշտպանության նախարարության շենքի դիմաց այդ օրը իրադարձություն մի փոքր լարվեց այսպես քաշքշուկ եղավ եւ այլն այս հոդվածները որոնք առաջադրված է ձեր հայրիկին որքանով է ճիշտ օրինական իրավաչափ իր գործողություններին համարժեք Իրավաչափ գիտեք ոնց է, ասենք եկել են բողոքել են ումը չենք ասել ենք թող աշխատակիցները չգնան տուն, տուն է չէ, թող ասես թող կանայք գնան, տղամարդիկ մնան, ոնց ենք մենք սպասում այսքան վաղտա, թող նույնպես սպասեն իրանք, միջով մենք մեր հանդիպումը կստանանք։ Բայց իտոգում տուժողա ճանաչվել 8 հոգի տես ռազմականի աշխատող, այդ ռազմականի աշխատողները չգիտեմ որտեղ են եղել, ոչ այդտեղ չեն եղել, չգիտեմ, իրանք ինչն են տուժող ճանաչվել, բայց տուժող են ճանաչվել։ Փաստացի մենակ հայրս տես 8 հոգուն են ցարել, որ տուժել են էլի երկրորդ կարգի աշխատամը կարած է 8 հոգի ռազմականի աշխատող չգիտեմ ռոհան են այդ ռազմականի աշխատողներին մնում են ինչ անեն եթե երկրորդ կարգի աշխատամը կարծավ նենց անի 8 հոգի գնա ասի մենք տուժող ենք այսինքն ձեր հայրիկի դեմ 8 հոգի ցուցմունք տվել է ռազմականի աշխատողներ մեկը չգիտեմ ովքեր են դա ինչ են ասել մասնավորապես որ չէ ինչ են ասել իրենք այդ 8 հոգին ձեր հայրիկի դեմ ինչպես է Արսեն Ղուկասյանը չգիտեմ խոչընդոտել մանրամասները դա մենք չենք ստանում այդ ինչերը որ հարցաքննությունները լինում է դրանք չենք ստանում չգիտեմ ով ինչ ասեն փորձեր արվում զսպելու այն ակցիաները որոնք բարբերաբար անցկացվում էին անհետ կորածների հարազատների կողմից նաև ձեր հայրը այդ փորձը ոնց է ոնց որ ուզենան մարդուն ասեն մի արի մի իմացի ճակատագիրը զինվոր էստով է բանակին բայց մի բան արա թող մնա գնա եւ կասենք էդ էլ բայց դա չի լինելու տենց բան շարունակվելու է դա Նես չի ինչքան լինես չի ծնողներ չկան որ երևի կեթան տունը կնստեն կասեն լավ եւ լուր կլինի բայց չէ լյուբոյ սրտացավ ծնող բարձեն առավոտից իրիկում մտած իր երեխու մասին որ անդադակ եթե դուրը կջարդի կասի ասեք լի ինչ է կարել մի բան արել եք թե չէ այսինքն սա վախեցնելու համար էր հա դե բա ինչ պետք է Այդ օրը բազմաթիվ հարազատներ կային անհետ կորածների, բայց կարծեմ միայն ձեր հայրը եւ մեկ հոգի էր ձերբակալվել, այն մեկ անձը ազատ է արձակվել եւ հիմա քրեական հետապնդման միայն ձեր հայրն է հետարկում։ Դե հա, ոնց է դուս գալի։ Եվ ինչու եք դա բացատրում, որ միայն նրա դեմ է հետապնդումներ իրականացում ավելի շատ ակտիվ էր, հա, առաջի դեմքով հանդես էր գալիս։ Այո, ով խոսում է իրեն։